Այս զայնայինը հասցեագրված է Ալեն Սիմոնյանին, կոնկրետ։ Ուրեմն ես ինձ բանով, հումորով իհարկե մենք մոտենում ենք դրան, տեղեկացին, որ դու հելել ես թվերես հրապարակել, բանը ԿՊ 34%, չգիտեմ, մնացածին չէ թաքեմ, դոք մի տոկոս։ Ուրեմն ես քո հետ Ալեն Սիմոնյան, հրապարականորեն մարջ եմ գալիս։ Ինչի վրա ուզում ես։ Ես կաշխատեմ առանց քֆուր։ Որ այդ քո ներկայացրածը դու կարես вообще գրեիր դոկ 0%, պրոբլեմ չկա։ Կարակ вообще դոգին ասեք, դոգը այդպես բան գոյություն չունի։ Այդպես կուսակցություն չկա, այդպես մարդիկ չկա։ Ուրեմն նախ, եթե դոգը 1%-անոց էր կամ 0%-անոց կամ 4 կամ 5 կամ 6, Միացյալ Նահանգների նման երկիրը ձեր նման վիժվածք բոզի տղեկի խնդրանքը չէր ընդառաջ եւ ընձի 15-ից չէր բանտարկեի։ Դիք մեկ։ Ուրեմն ես չեմ ուզում ոչ մի բան ասեմ, ես վստահ եմ իմ թվերի վրան եւ ամեն ինչ կերևա ամսի 7-ից հետո։ Դոգը մի տոկոսա, 10%-ա, 20%-ա, թե 30%-ա կամ ինչքան է։ Ամեն ինչ կերևա։ Ամեն ինչ կերևա ամսի 7-ից հետո, թե Քոչարյանն ինչքանա, Տաշիրն ինչքանա, դուք ինչքան եք, այդ 30%, 34%, 35%-ը որտեղից ես եկալ է։ Եվ ես քեզ խոստանում եմ, հիմա ես քֆուր բան չեմ ասում, ես շատ կուլտուրական մարդ եմ։ Թող մեկը կանի ասի, որ Վասա Ղուկասյանը կուլտուրական չի։ Դες բան չկա։ Ամսի 7-ից հետո, երբ որ թվերը արդեն սաղ պարզ կլինի, ես կպատասխանեմ քեզ արդեն Երևանյան 20 շենքի լեքսիկոնով։ Ձեր ժողովուրդ, մեկ ես կուլտուրական մարդ եմ հիմա։ Ես ուղղակի սիրում եմ խոսել միայն փաստով։ Բայց քանի որ հիմա իմ ձեռքի տակ փաստ չկա, որտեղ ամսի 7-ը չի եկել, ես իսկ պահում եմ զուստ։ Ես կխոսեմ ամսի 7-ից հետո, Ալեն Սիմոնյանի հրապարակած թվերը պահում ենք, տոկոսները, խնդրում եմ ֆիքսեք պահեք։ Ամսի 7-ից հետո մենք կգտնանք, ով ինչքան հավաքը դրանից հետո ես արդեն քանի տոկոս հավաքած կլինի Վարդան Ղուկասյանը, այնքան անգամ Ալեն Սիմոնյան, արի գրազգանքի արեց, որ դու իմ հետ պիտի քնես, բայց կնիկը դու ես։ Հասկանալ եք։ Բայց այդ մեկտեղել ուրեմն եւս մեկ անգամ հորդորում եմ, սերի երիտասարդություն։ Եթե դուք ուզում եք տեսնել գերմանական սցենարով նկարահանված ֆիլմ մեծահասակների համար, որի գլխավոր դերում ես եմ, իսկ սրանք իմ հարեմն են, ուրեմն դուք պետք է ամսի 7-ին մեկ մարդու նման գնաք կադրատեղամաս, չասեք մեզենից ոչ մի բան կախված չի, յուրաքանչյուրի ձայնից հսկայական բանակ կախված։ Մեկ մարդու նման սերի ժողովուրդ գնում են կադրատեղամաս եւ քվարկում են համակ 15 քվեաթերթիկի օկտին։ Դրանից հետո ես ձեզ խոստանում եմ, եթե մեր ձայներն եղան կան որ պետք է միանձնյա կառավարություն ձևավորելու համար եւ վստահ եմ մենք դրան կհասնենք, ես ձեզ խոստանում եմ ամենաարտակարգ գերմանական ֆիլմը մեծահասակների համար դուք դիտելու եք պոպկորնով, հյութով, ամեն ինչով եւ վայելեք գեղագիտական հաճույք, որը որ վայելում էին խոսքովենակ Ցեզարը, Հուլիոս Կեսարը, Մարկո Ավրելիոս եւ այլն, երբ որ դիտում էին գլադիատորական մարտեր, որոնք ասում էին «Իդուշե на смерть приветствую тебя». Իսկ մենք պիտի ասենք «Իդուշե на секс приветствую тебя, народ мой». Ու այդ վաղ դուք կգտնեք, որը որից հետո է։ Պայմանավորում ենք մեկ մարդու նման բոլորս դեպի ընտրատեղամաս համար 15 ամենայն հարգանքներով ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։